Սիրելիներս, պիտի փորձեմ հայերենով ամփոփել այն ինչ որ խոսեց Շորժ եղբայրը։ Ուրեմն երկրորդ օրինաց 8-րդ գլխի 3-րդ համարում Մովսեսը հիշեցնում է Իսրայելի ժողովրդին անապատում ունեցած նրանց փորձառությունը։ Մարդը միայն հացով չի ապրի, այլ մարդը կապրի այն ամենով, ինչ դուրս է գալիս Տիրոջ բերանից։ Այնուհետև Հովհաննեսի ավետարանի 6-րդ գլխի 51-ից 58-րդ համարներում Հիսուսը հայտարարում է. Ես եմ կենդանի հացը, որ երկնքից իջավ։ Այս երկու հատվածները, որոնք բաժանված են դարերով, մեզ առաջնորդում են դեպի միևնույն ճշմարտությունը։ Աստված է ճշմարիտ կյանքի աղբյուրը, եւ այդ կյանքը մեզ լիովին տրվում է Հիսուս Քրիստոսի միջոցով։ Նյութական հացը բավարար չէ։ Անապատում Աստված Իսրայելին տվեց մանանան։ Ամեն առավոտ ժողովուրդը գտնում էր իր կերակուրը, սակայն Աստված ցանկանում էր նրանց սովորեցնել ավելի խորը մի դաս։ Կյանքը կախված չէ միայն ֆիզիկական սննդից։ Մենք նույնպես ունենք նյութական կարիքներ՝ աշխատանք, առողջություն, բնակարան, ապահովություն։ Այս ամենը կարևոր է, սակայն դրանք չեն կարող հագեցնել մարդու սրտի ամենախոր քաղցը։ Կարելի է ունենալ ամեն ինչ արտաքին կյանքի համար եւ միևնույն ժամանակ ներքուստ դատարկ լինել։ Աստված մեզ հիշեցնում է, որ մենք կարիք ունենք իր խոսքի, իր ներկայության եւ իր հետ հաղորդակցության։ Մեր հոգին նույնքան սննդի կարիք ունի, որքան մեր մարմինը։ Հիսուսը երկնքից իջած ճշմարիտ հացն է։ Մանանան Աստծո պարգևն էր, սակայն այն միայն նախապատկերն էր։ Նրանք, ովքեր կերան այն, ի վերջո մահացան։ Հիսուսը հայտարարում է, որ ինքն է երկնքից իջած ճշմարիտ հացը։ Նա պարզապես չի ասում ես եմ հաց տալիս, նա ասում է ես եմ հացը։ Հավիտենական կյանքը չի գտնվում որևէ գաղափարախոսության, կրոնի կամ մարդկային ջանքերի մեջ։ Այն գտնում է մեկ անձի՝ Հիսուս Քրիստոսի մեջ։ Իր աշխարհ գալով խաչի վրա մահով եւ հարությամբ նա իրեն տվեց, որպեսզի մենք կյանք ունենանք։ Ուտել այս հացը նշանակում է ընդունել Քրիստոսին հավատքով։ Երբ Հիսուսը խոսում է իր մարմինը ուտելու եւ իր արյունը խմելու մասին, նա օգտագործում է ուժեղ արտահայտություններ, որոնք ցնցեցին իր ունկնդիրներին, սակայն նա ցանկանում էր ցույց տալ, որ հավատքը մակերեսային նվիրվածություն չէ։ Ուտելը նշանակում է յուրացնել սնունդը, նույն կերպ հավատալ Հիսուսին նշանակում է անձամբ ընդունել նրան, կախված լինել նրանից եւ ամեն օր ապրել նրանով։ Հավատքը միայն Քրիստոսի մասին ճշմարտություններ իմանալը չէ, այն նշանակում է մնալ նրա մեջ եւ թույլ տալ, որ նրա կյանքը սնուցի մեր կյանքը։ Ամեն օր մենք կարիք ունենք վերադառնալու նրան, աղոթքի, Աստվածաշնչի ընթերցանության, երկրպագության եւ եղբայրական հաղորդակցության միջոցով։ Անապատում Աստված իր ժողովրդին սովորեցրեց, որ մարդը միայն հացով չի ապրում։ Ավետարանում նա մեզ հայտնում է, որ մարմնացած խոսքը Հիսուս Քրիստոսը երկնքից իջած կենդանի հացն է։ Մեզանից յուրաքանչյուրի համար հարցը պարզ է. ինչով ենք մենք սնվում։ Այս աշխարհի բաները կարող են հագեցնել միայն որոշակի ժամանակ, սակայն միայն Հիսուսն է տալիս հավիտենական կյանք։ Ուրեմն մոտենանք նրան հավատքով, ընդունենք նրան ամեն օր եւ գտնենք նրա մեջ այն սնունդը, որը երբեք չի կորչում։ Ամեն։